Ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին, որոնք հնարավորություն ունեն նաև դիտել եթերում Էկոանկյուն ռադիոնախագիծն է եւ այսօրվա մեր հյուրը Ecovil Energy ընկերության տնօրեն Էմիլ Ստեփանյանն է։ Ողջույն Էմիլ։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք շուկայազատականացումից եւ հետաքրքիր հարցեր ենք ուղղելու նաեւ այս ոլորտի մասին, բայց ամենաառաջի հարցը ինչու անվանափոխվեց Volta Energy ընկերությունը Ecovil Energy ընկերության։ Քանի որ մենք ունեինք Ecovil Energy եւ մեր լոգոն հենց Ecovil Energy էր, Ecovil արևային ընկերության լոգոն, մենք ի սկզբանե որոշեցինք, որ երկրորդ ընկերությունը կկոչենք Volta, նո Volt տենց ոնց որ էլեկտրականության հետ կապված, բայց քանի որ Ecovil-ը բավականին հայտնի է ոլորտում, դե գիտեք, արևային ոլորտի առաջին հարկատուն է, 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է առաջի տեղը ոլորտում եւ 190-րդ ընդհանրապես, դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք միշտ կապում ենք, ասում ենք Ecovil Holding-ի անդամ, Volta Energy էլեկտրաէներգիայի մատակարար ընկերություն։ Հետո զգացինք, որ Անհրաժեշտություն կա գույքագրելու միգուցե լրացուցիչ բանա, դժվարություններ է ստեղծում այդ մոտեցումը եւ նաեւ ոլորտում կային նաև զուգահեռ ոլորտներում Volta անուն պարունակող այլ ընկերություններ եւ խառնաշփոթ էր երբեմն ստեղծում եւ վերանվանվեց Volta Energy-ն Ecovil Energy։ Պարոն Ստեփանյան, սա ենթադրում է արդյոք, որ ձեր հիմնական հաճախորդները սա նաև արևային էներգետիկա անցած ձեր հաճախորդներն են նախկինում, թե ուղղակի ասոցիատիվ այսպես գաղափար է։ Ոլորտները խաչվում են, էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտը եւ արևային ոլորտը միանշանակ խաչվում են որոշ տեղերում։ Մենք նույնիսկ առաջարկում ենք Ecovil Energy-ն առաջարկում են սպառողներին եւ մատակարարում եւ արևային։ Այդ միքսն է առաջարկում, որը ամենալավ միքսն է, հա, դիցուկ Ecovil Energy-ն մոտավորապես 10% ավելի էժան սակագին է առաջարկում սպառողներին եւ ծախսի մոտավորապես 20%-ը առաջարկում է տեղադրել արևային կայան։ Ամենաարդյունավետն է դա։ Տարբերակը։ Հա, եւ արդյունքում ունենում ենք 10%-ի տեղը 30% խնայողություն հաճախորդի տեսանկյունից։ Ճիշտ է, արդյունքում Ecovil Energy-ն մատակարարում է 20%-ով ավելի պակաս էլեկտրաէներգիա սպառողներին, այլ կերպ ասած վնասում է ինքն իրեն, բայց գործընկերային նպատակ բաներից ելնելով, վերաբերմունքից ելնելով մենք միշտ դա առաջարկում ենք։ Շատ լավ։ Ես պատրաստել եմ ձեզ համար 10 հաճախ տրվող հարցեր։ Խնդրեմ պատասխանել։ Առաջի հարցը, արդյոք հեծը նախկինում սպառողներին մատակարարում էր իր կողմից արտադրված էլեկտրաէներգիան։ Գիտեք, ժողովրդի մեջ թյուր կարծիք կա եւ միգուցե դա բնական է, որ էլեկտրաէներգիան դա հեծն է, հեծը դա էլեկտրաէներգիա է։ Այսինքն քանի որ մենաշնորհում լավ բան եղավ ոլորտում հեծն է, ի շնորհիվ հեծի բոլոր եւ շատ ժամանակ ոչ արդար մեղադրանքները կոնկրետ էլի հեծին։ Ուղղվում էր հեծին։ Հա, ասոցիացվում էր էլեկտրականության հեծի հետ։ Այնինչ հեծը միայն էլեկտրաէներգիա տեղափոխող է։ Իր կանոնադրական, այսպես ասած, պատասխանատվության գործառույթի տիրույթը։ Այո, նա էլեկտրաէներգիա տեղափոխող է։ Ոչ մի կիլովատ-ժամ հեծը ինքնին էլեկտրաէներգիա չի արտադրում։ Եվ նորից եմ ասում, ժողովրդի հետ այդ թուր կարծիքը կա եւ շատ ժամանակ ոչ արդարացի մեղադրվում է հեծը, թեպետ հեծը այդ դեպքում կոնկրետ դեպքերում մեղավոր չէ։ Շատ լավ, այս դեպքում ինչ բաղադրիչներից է ձևավորվում հեծի կողմից համոված հոսակի սակագինը։ Հեծի կողմից սակագինը, որը մատուցվում է, ինքը իրականում հեծը չի որոշում, որոշում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Էլեկտրաէներգիայի սակագնի բաղադրիչներից ընդամենը 20-ից 40%-ն է վերաբերվում հեծին։ Այլ կերպ ասած 60-ից 80%-ը հեծի հետ ոչ մի առնչություն չունի։ Հա, նույն հանձնաժողովի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մի փոքր սակագին կա, շուկայի օպերատոր է կոչվում, հա, կա պետական ատյան է կառավարում է շուկայի կոմերցիոն հարաբերությունները, համակարգի օպերատորն է, որը էլի սակագին ունի, բաղադրիչ ունի, բարձրավոլտ էլեկտրական ցանցերն են, հզորության որոշակի վճարներ կամ պահուստային, ինչ եմ ուզում ասեմ, որ մոտ 7-8 բաղադրիչներ կա էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, որից ընդամենը նայած կախված թե ինչ
լարմամբ սպառող է, սպառողի տեսակից կապված նույնիսկ 5%-ից մինչև 40% է ընդամենը հեծի մասնաբաժինը։ Շատ լավ։ Ինչ մատակարարման ծածկույթ ունեին էլեկտրական էներգիայի նոր մատակարարները։ Այդ հարցը իրոք շատ են մեզ տալիս, իսկ օրինակ Վարդենիսում է մեր գործարանը, օրինակ, հա, կարող եք դուք մատակարարել, իսկ կամ խափանում, հա, կապանում, նույն մատակարարման ծածկույթն է, ինչը ունի հեծը։ Այլ կերպ ասած, հեծի հենց մատակարարման ծածկույթ է։ Մենք Իսկական ոչ Հայաստանը, պայմանականորեն ասած, այո, X կետում տալիս ենք հեծին սկզբից բարձրավոլտ, հետո հեծ, հա, պայմանականորեն եմ ասում էլեկտրաէներգիան իր ցանցի միջոցով հեծը տեղափոխում է էլեկտրաէներգիան եւ տալիս է սպառողներին։ Այլ կերպ ասած, նույն հեծի սպառողները հնարավորություն ունեն, հա, բայց միայն բիզնեսները, ոչ բնակչությունը։ Պարոն, նայեք, բոլորի մոտ տպավորություն է, որ թեկուզ շուկայազատականացում է տեղ ունեցել եւ այլն, բայց ամեն դեպքում վերահսկող կրկին հեծն է։ Վերահսկող ինչի նկատի ունենք։ Սպառողների հոսանքի հիմնական նկատի ունենք, հա, որակական ցուցանիշներ, հա, այո, այդպես է, եթե դա ի նկատի ունեք վերահսկել ասելով, քանի որ հեծը տեղափոխում է իր ցանցի միջոցով եւ վերջնական մատակարարում է հաճախորդներին կրկին իր ցանցի միջոցով, ապա այդ տատանումները, հա, այսպես ասած անջատումները, հոսանքի որակ բարակաբակցության հետ ասոցիացող յուրաքանչյուր բանը կրկին մնում է, ոնց ինչպես եղել է, կրկին մնում է, շարունակում է մնալ հեծի պատասխանատվության ոլորտում։ Այսինքն հիմա դուրս է գալի, որ եթե որևիցե խնդիր լինի, նույնիսկ ձեզ հետ կրկին մարդկանց մոտ ասոցիատիվ մեղադրանքներ են հնչելու հենց հեծին։ Կապված խնդրից, էլի եմ ասում, հնարավոր է որ ինչ որ քանի որ արտադրողից միջև սպառող դեռևս ճանապարհ անցնում միջև հեծ մտնել, օրինակ բարձրավոլտով է գալիս էլեկտրաէներգիան։ Միգուցե խնդիրը բարձրավոլտում է, բայց ցավոք սրտի սպառողները կրկին եւ կրկին մեղադրել են հեծին։ Այո։ Խոսենք շուկայազատականացումից, նայեք 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ Ինչ էր ենթադրում այս գործընթացը եւ ինչ այսպես արդյունքի ենք հասել այսօր։ Տեսեք, ես նշեցի, որ էլեկտրաէներգիան Հայաստանում ասոցիացվում էր հեծի հետ։ Թեպետ միջև 40% է հեծի մասնաբաժինը սակագնում էլեկտրաէներգիայի, հա, եւ պետությունը որոշեց, որ այդ մասը դեմոնոպոլիզացնելու է։ Հա, հեծը գնում էր, միայն հեծն էր գնում էլեկտրաէներգիա բոլոր արտադրողներից, ատոմակայան լինի, ջեկեր լինեն, հիդրոէլեկտրական, արևային կայաններ լինի, հողմակայան, միայն մոնոպոլ գնորդ էր հեծը։ Մոնոպոլ բաշխող էր, այլ կերպ ասած մոնոպոլ տեղափոխող էր հեծը եւ մոնոպոլ վաճառող էր հեծը։ Հիմա պետությունը որոշեց, որ հեծին կմնա իր միայն այդ բաշխողի մոնոպոլիան։ Այլևս ոչ միայն հեծը իրավունք ունի գնի էլեկտրաէներգիա, օրինակ ատոմականից կամ ջեկից կամ այլ արտադրողներից, այլ անմիջական ընկերություններ, եւ ոչ միայն հեծը իրավունք ունի վաճառել այն, մատակարարել սպառողներին, մտնել այդ մատակարարման հարաբերությունների մեջ։ Հեծին մնացել է այդ բաշխման ծառայության մի փոքր մասը, որը ինքնին հենց ոնց ասեցի, հեծը հենց էլեկտրический սեցի Արմենիի, հա, Հայաստանի էլեկտրական ցանցեր, հենց ցանցերի մասին է խոսքը, այսինքն այդ մալուխները, հա, հաշվիչները, սպասարկումը այդ մալուխների այդ հաշվիչների եղել է, կա ու մնալու է հեծի մոնոպոլ ենթակայության տակ եւ դա ճիշտ է։ Շատ լավ։ Արդյոք հեծը խնդիրներ էր առաջացնում այն սպառողների համար, որոնք հրաժարվել էին, հա, իր մատակարարման ծառայություններից եւ պայմանագիր էին կնքել այլ մատակարարների հետ, այսպես պրովոկացիոն հարց։ Շատ պրովոկացիոն հարցեր եք տալի, գիտեք, էլի այդ խնդրի հետ մենք վախվել ենք, հա, գիտեք, իրականում համակարգային բնույթ դա չէր կրում։ Միգուցե դա կոնկրետ ինչ որ տեսուչի անձնական ինչ որ հա անձնական նախաձեռնություններ հետ պահել իր կողմից հա մատակարարվող որոշ սպառողներին, հա, կամ ուղղորդել ինչ որ մի այլ տեղ, հա, համակարգային բան մենք տենց չենք տեսել, թեպետ այդ խնդրի հետ բախվել ենք։ Հա, սենց ասեմ, հիմնականում որ 99% ոչ, հատկապես հիմա
ի սկզբանե, երբ որ ոլորտը նոր էր 22 թվականին, ավելի շատ էին նման խնդիրները։ Հիմա տեղեկացվածությունը սպառողների ավելի է բարձրացել, զգալիորեն բարձրացել է եւ նույնիսկ այդպիսի խոսակցություններ վերջին մի տարվա մեջ չեն էլ հանդիպել։ Դա սկզբնական խնդիրներից էր։ Շատ լավ։ Շարունակենք, ինչ է նշանակում առասարակ սպառողը պետք է դուրս գա ազատ շուկա ձևակերպումը։ Պետությունը 22 թվականի փետրվարից նախաձեռնել է շուկայի էլեկտրաէներգիայի շուկայի դեմոնոպոլիզացումը, ինչպես ասացիք, կամ ազատականություն, բայց այստեղ ավելի շատ դեմոնոպոլիզացում է, որտեղ որոշ բաներ ծառայություններ իհարկե մոնոպոլ են մնացել, եւ հնարավորության հետ մեկտեղ պետությունը նաև այսպես ասած դրթում է, պարտադրում է ամենախոշորներից սկսած, որպեսզի իրենք պարտադրաբար դուրս գան հեծի մատակարարման ոլորտից եւ ընտրեն այլ մատակարար կամ ինքնուրույն իրականացնեն էլեկտրաէներգիայի մատակարարում ամենախոշորներից սկսած եթե համաձայն չէ, ապա ինչ որ ժամկետից սկսված սակագինը իրենց համար սահմանվում է զգալիորեն ավելի բարձր, մոտ 7-8%, 10% ավելի բարձր։ Պարզապես չեմ կարող հարցնել, եթե անցնեն այլ մատակարարի, արդյոք գինը արժեքը կփոխվի հոսանքի սակագնի։ Գիտեք, բնականաբար որպես կանոն, քանի որ հիմա արդեն մրցակցային ոլորտ է մատակարարման ոլորտը, մատակարարները միմյանց հետ մրցում են եւ առաջարկում են նախ հեծից ավելի էժան սակագին, որպեսզի կարող է շարժառիթ լինի, որպեսզի անցնեն այլ մատակարարի։ Այո, իհարկե, սա միանշանակ շարժառիթ է, բայց մյուս կողմից, եթե նույնիսկ դա պարտադրություն չէ, դեռևս հնարավորություն է, օրինակ այն սպառողների համար, ովքեր շատ մեծ չեն, շատ խոշոր չեն, միջին արտադրող է, օրինակ կամ միջին, չգիտեմ, գազալցակային է, միջին հյուրանոց է, ոչ շատ խոշոր, դա նաև հնարավորություն է եւ մատակարարները միմյանց հետ մրցում են, որպեսզի ավելի էժան առաջնահերթ հեծից ավելի էժան սակագին առաջարկեն, որպեսզի այն սպառողը ում համար դեռևս սա հնարավորություն է, ոչ թե պարտադրանք, մոտիվացիա ունենա դուրս գալ հեծի մատակարարումից եւ արդեն միմյանց հետ մրցելով ել ավելի էժան սակագին առաջարկել, արդյունքում ասում եմ 7-ից 10-12 կապված կոնկրետ հաճախորդի սպառման վարկագծից, էլեկտրաէներգիայի սպառման վարկագծից ստանում ենք ինչ որ բարենպաստ սակագին։ Միջավայր։ Բիզնեսի որ մասն է արդեն հրաժարվել հեծի մատակարարման ծառայություններից կամ անցել այլընտրանքային մատակարարողների։ Դրանց քանակը դեռևս միջև 1000-ն է, միջև 1000-ը այդ բանում է, մի քանի 100-ից, ընդհանուր, բայց ծավալի տեսանկյունից մոտ միջև 40% Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիա 40% դա ահռելի թիվ է։ Այլևս չի մատակարարվում հեծի կողմից։ Այլևս չի 40% դա ահռելի թիվ է։ Եվ եթե հաշվենք միջինում 1 կիլովատից դա ասեմ ձեզ հարյուրավոր միլիոն կիլովատ ժամ ամսեկան այդ թիվը որ ես ասում եմ։ Եվ եթե հաշվենք ամեն մի կիլովատից բիզնեսը խնայում է մոտավորապես 5 դրամ, միջին եմ ասում, ով 4, ով 3, ով 7, միջինում 5 դրամ, պատկերացրեք ինչ ահռելի ռեսուրսներ, բիզնեսը ստացել է հնարավորություն ոչ թե ծախսել վատնել, այլ ներդնել հաստոցների մեջ, տեխնոլոգիաների մեջ, աշխատավարձերի բարձրացման մեջ, առողջապահության իրենց այլ ոլորտներում, բժշկական ապահովության օգուտ բերող ոլորտների մեջ ներդնել ոչ թե ծախսել։ Շատ լավ։ Դադար տանք հարցերին, մի փոքր խոսենք Ecovill Energy հաջողություններից, գործընկերներից, այս 40% անշեցիք բավական ահռելի մեծ թվով գործընկերներ, որ մասն են կազմում հենց Ecovill Energy գործընկերները այս թվի։ Բնականաբար Ecovill Energy գործընկերների մի մասը դա հենց Ecovill-ի արևային ընկերության գործընկերներն են, չեմ ուզում անուններ տամ, շատ հայտնի, ես կասեի հանրաճանաչ ընկերություններ, թե արտասահմանյան կապիտալով, թե հայկական կապիտալով, թե բոլոր ոլորտները ունենք առողջապահության ոլորտ, նույնիսկ պետական ացիաներ, շատ խոշոր հիմնարկություններ, երևի թե բոլոր ոլորտների եւ բոլոր մարզերի։ Հայաստանի բոլոր անկյուններում մենք ունենք հաճախորդներ,
հարյուրավոր սպառման կետեր ենք մատակարարում, ուղղակի որպեսի գովազ չհնչի կամ ինչ որ չհնչի, կոնկրետ բիզնեսին եթե հետաքրքրի բոլորին ջեր ողջունում եք միանշանակ եւ կոնկրետ բիզնես սպառողին էլեկտրոէներգիայի սպառողին եթե հետաքրքրի մեր գնահատարկում կան որոշները որոշ ամենահայտնիները կարող են այցելել Ecovil Energy.am հարթակը եւ ծանոթանալ բոլոր պայմաններին միանշանակ Պարոն Ստեփանյան, մեկ հարց իմ կողմից, այս շուկայազատականացումը ենթադրում էր, որ հոսանքի վաճառքը կլինի ոչ միայն Հայաստանի, այսպես սահմաններում, այլ նաև Հայաստանից դուրս, բայց տպավորություն է, որ այս թեմաները այսպես սկզբում շատ ակտիվ քննարկվում էին, հետո պասիվացան, իսկ այսօր ընդհանրապես չի խոսում այս մասին։ Արդյոք Հայաստանը իսկապես վաճառում է հոսանք մեր հարևան երկրներին։ Կամ ունի հեռանկար առասարակ։ Այո, էլեկտրոէներգիայի արտաքին առևտուրը, այսպես ասած, հա, այդ թվում նաև բնականաբար արտահանումը եւս մի էֆեկտներից էր, արդյունքներից էր, որով պետությունը փորձում էր հասնել էլեկտրոէներգիայի շուկան ազատականացնելով, քանզի արդեն մի քանի ընկերություն կարողանային մասնակիցներ, հա, մատակարարներ, նույնիսկ որակավորված սպառողներ, դեմոնոպոլիզացնել նաև ներմուծման եւ արտահանման նույնիսկ խոսում էր ինչ որ ռեգիոնալ այսպես ինստիտուտ ստեղծելու մասին, որ միասին մեր հարևան երկրներով, այսպես գիտեք, ընդհանուր առմամբ շատ դրական համարելով էլեկտրոէներգիայի ազատականացման առաջին 3 տարին, բայցերի մեջ կնշենք իրոք այդ դեռ սպասելիքները պետության այդ թվում նաև մեր, հա, մատակարարներից չի արդարացել արտաքին առևտրի մասով կապված երևի թե այս ռեֆորմի կապ չունեցող, ուղիղ կապ չունեցող որոշակի փոխանցումային, այսպես ասած, տեղափոխման ռեժիմային այս բաներից, խնդիրից, որոնք հուսով են կլուծվի։ Իհարկե տեխնիկական հարցեր են, այսինքն էլեկտրոէներգիայի շուկայի ազատագրումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման հանդիսացավ արտաքին առևտրի էլեկտրոէներգիայի արտաքին առևտրի, այդ ու նաև արտահանման զարգացման համար։ Ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ խոչընդոտներից մեկը կարելի է համարել Հայաստան-Իրան, հա, բարձրավոլտ, այսպես հոսանքալարերի գլխավոր խոչընդոտներից ժամանակին չավարտելու աշխատանքները շատ երկար տևեց, անարդարացի երկար տևեց, բայց խոստացել են տարեվերջ ավարտել նախագիծը։ Խոստացել են, ինչպես եւ անցած տարի, ինչպես եւ նախանցած տարի, ինչպես եւ 10 տարի առաջ։ Հուսանք այս տարի ավելի հետևողական կլինեն եւ խոչընդոտները ավելի քիչ կլինեն, այո, որտեվ դա շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ընդհանրապես էլեկտրոէներգետիկ համակարգի համար եւ նաեւ անկախության համար։ Հա, նու դեպի Վրաստանը շատ սահմանափակ արտահանում ունենք, կղզիակային, այսպես ասած չեմ ուզում շատ տեխնիկական, հա, բաներ օգտագործեմ, բայց իրականում դեպի Վրաստան էլ պետք են որոշակի բաներ, պրոյեկտներ, որպեսզի գնա նաև դեպի Վրաստան, Վրաստանով միգուցե նաև Ռուսաստան եւ այլ երկրներ, Հայաստանը այսօր տուժում է այդ տարանցիկության խնդրի պատճառով։ Եվ այդ թվում նաև արևային էներգիան, որը հիանալի ոլորտ է Հայաստանի համար, կարելի ասել կարևորագույն ոլորտերից մեկն է, այսօր մի փոքրիկ ոնց որ սկսել է կաղել, հա, այդ տարանցիկ, այդ արտահանում, ներմուծում, այդ ոչ ակտիվ վիճակից։ Շատ լավ։ Շարունակենք իմ վերջի 2 հարցը, ինչ էր նախատեսում այն բիզնեսների համար, որոնք սպառում էին ավելի քան 1 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա եւ 2025 թվականի փետրվարից հետո չէին հրաժարվել հեծի մատակարարման ծառայությունից։ Սակագինը բարձրացավ, այդ իսկապես գործեց, այո, 54.61 առանց գիշերային սակագնի այդ ընկերությունների համար բարձրացավ սակագինը եւ որոշները իզարմանս մեզ բավականին դեռևս բիզնեսներ եւ ցավալի է պետական ացիաներ, պետական հիմնարկներ շատ լուրջ ծախս ունեցող, իսկ մենք բոլորս հարկատու ենք, շարունակում են անարդարացի եւ չգիտեմ, երևի արդարացում չկա այդտեղ, վճարել 54.61 դրամ եւ վատնել բյուջեի գումարները կարելի ասել, միգուցե ինչ-որ մոտիվացիա չունեն, միգուցե ինչ-որ բան, բայց շատ պետականացիաներ արդեն
փետրվարից վճարում են այդ Տարօրինակ է։ Եվ տարօրինակ է, բայց միտեղ սпасելի, որտեղ բանա պրոակտիվությունից եւ այդ ամեն ինչից պետական ացիաների մենք դժվար ինչ որ դրական շատ ուժեղ սпасելիքներ ունենք, բայց իզարմանած մեզ կա նաեւ բիզնեսներ, որոնք սեփական հաշվի չեն առնում։ Հա, վճարում են այսօր միջինում 1 միլիոն, 1.5 միլիոն դրամ ավելի շատ հոսանքի համար եւ ինչ որ դանդաղկոտություն են ցուցաբերում, անհասկանալի դանդաղկոտություն, տարեկան տեսեք ինչ գումար է կանգնում, հա, չեն դուրս գալիս շուկա, գիտեք ինչ, շատ քչերը հիմնավորված պատճառներ ունեն։ Մենք շփվում ենք, բայց շատ քչերը հիմնավորված պատճառներ ունեն, չգիտեմ, եթե հակառակը լինի, հոսանքը թանկանա, ավելի քիչ քան հիմա կա, հա, բոլոր բիզնեսները կասեն, բա մենք ոնց գոյատևենք, բա ասենց ոնց կլինի, հա, բայց մյուս կողմից այսօր դրանից ավելին էժանանալու, միջև 10% էժանանալու հնարավորություն կա, եւ չեն օգտվում։ Շատ լավ։ Զարմանալի է։ Իմ վերջի հարցը, պարոն Ստեփանյան, արդյոք ճիշտ էր, որ բիզնեսները, որոնք ունեին արևային կայաններ, այլ մատակարարների հետ պայմանագիր կնքելու դեպքում կորցնում էին փոխհոսքերից օգտվելու հնարավորությունը, այսինքն չէին կարող հետին փոխանցել իրենց սպառված կիլովատժամերը հետագա սպառման պայմանով։ Միանշանակ սա այս հիանալի հնարավորությունների մեջ միակ ոնց որ ստվերն է, որ կուտակել օգտագործել ցանցը որպես այսպես ասած արևայինի կուտակիչ, դա հնարավոր է միայն հեծի Հայաստանի երկրի ցանցերի հետ հարաբերվելիս։ Այսինքն դա ինչ է նշանակում այդ փոխոսքերը, մի քիչ ավելի པարզ բառերով ասենք, կայանը արտադրում է ինչ որ բանով, հա, արտադրության ռիթմով, իսկ սպառողը սպառում է այլ արտադրության ռիթմով, որպես կանոն այդ ռիթմերը համակրում են ընդամենը 20%-ով, երբ որ կայանը արտադրում է, սպառողն էլ սպառում է, մնացած 80%-ը մոտավորապես թվեր եմ ասում բնականաբար միջինացված, հա, այդ 80%-ը գնում էր դեպի Հայաստանի էլեկտրական ցանցեր, այնպես կուտակ, այնտեղ կուտակվում էր եւ մի տարվա բանով կտրվածքով, միգուցե նույն օրը երեկոյան գիշերն, միգուցե հաջորդ ամիս եւ այլ սպառվում էր, հետ էր գալիս կիլովատի հետ փոխանակելով փոխհոսքեր, այսպես ասած, հետ էր գալիս սպառողին։ Մատակարարների հետ այդ պահը չկա։ Մատակարարը ուղակի շուկայական գնով արժեքով գնելու է ավելցուկային արևայինի ավելցուկային արտադրանքը եւ իր սակագնով վաճառելու է սպառողին այդ կիլովատի վրա այդ փոխոսքերը չի գործում, բայց հավատացեք մնում է շատ մրցունակ որոշ դեպքերում, որ մի քանի դեպքերում է որ հաշվարկները ցույց է տալի, որ ձեռք չի տալիս հեծից հրաժարվել, եթե մենք ունենք հայտ միանալու, որը մեր ուսումնասիրությունից հետո չենք կարողանում տեսնել ֆինանսական արդյունքը սպառողի համար, մենք միանշանակ սպառողին տեղեկացնում ենք, որ հարգելիս թեպետ դիմել եք, բայց վերջերս շատ հայտնի հյուրանոցային համալիր, այո, բանում աղվերանում մեզ զանգահարեց, ասեց մենք ունենք այսպես մեզ կուղարկեք գն առաջարկ։ Մենք տվյալները վերցեցինք, նայեցինք, ասացինք հարգելի գործընկեր, ձեզ տվյալ պահին ֆինանսապես չկա անհրաժեշտություն դուրս գալ հետ մատակարարից եւ ընտրել այլ մատակարար, զարմացան, բայց քանի որ Էկովիլը շատ գործընկերային ընկերություն է եւ երբեք չի առաջարկում սպառողին ոչ շահավետ պայմաններ, մենք իրենց բացատրեցինք, որ իրենց համար միգուցե մի փոքրիկ արևային կայան դնի, տեղադրի ավելի լավ է եւ քան դուրս գալ մատակարարից միանալ մեր մատակարարման խմբին։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ, կարծում եմ բավական հետաքրքիր զրույց ունեցանք եւ մեր ռադիո լսողները, ինչպես նաեւ մեծ դիտողները սպառիչ պատասխաններ ստացան այս ոլորտի անցուդարձի վերաբերյալ եւ այն բիզնեսները, որոնք դեռևս չեն միացել, հորդորենք, որպեսզի անպայման կապ հաստատեն պարոն Ստեփանյանի հետ, նաև այո, քննարկեն, հասկանան որքանով է իրենց համար արդյունավետ միանալ ընտրել նոր մատակարարի եւ բնականաբար խնայել գումարներ։ Մի փոքրիկ կարող եմ ավելացնել 2 րոպե։ Տեսեք, կարևոր բան, որը բնականաբար բոլոր կարևոր հարցերը դժվար կպարունակվեր ձեր հարցաշարում,
Ինչի համար է այս ազատականացումը նաև, հա, իհարկե այս 3 տարվա ընթացքում հիմնականում եւ նույնիսկ հիմնականում չէ, ընդհանուր առմամբ սպառողներին, ովքեր դուրս են եկել մատակարարման հետ մատակարարումից, առաջարկում է ավելի էժան սակագին։ Բայց իրականում շուտով գալու է մի ժամանակ, որ որոշ սպառողների համար սակագինը նույնիսկ թանկանա։ Տեսեք, մենք վճարում ենք, չէ, հակագովազդ չի, ես ուզում ուղղակի ըմբռնում լինի, հա, տեսեք, մենք վճարում ենք 1 սակագին։ Հոսանքը, էլեկտրաէներգիան օրվա ընթացքում, ամեն ժամվա ընթացքում ունի ընդհանուր միջև կրկնակի թանկ ու էժան սակագին բորսայում, այո, ժամեր կան, որոնք, չգիտեմ, X են, ժամեր կան 2X են, եւ սպառողներ կան, որոնք հիմնականում X-ի ժամանակ են սպառում, ու սպառողներ կան, որ հիմնականում 2X-ի ժամանակ են սպառում, հասկանում եք, եւ այդ ժամանակ այս միջինացված մոտեցումը բերում է նրան, որ համակարգի համար ծանրաբեռնվածություն չառաջացնող եւ էժան հոսանք սպառողը, հա, ֆինանսավորում է թանկ սպառողին եւ ստացվում է միջին սակագին։ Հիմա ռեֆորմի նպատակներից մեկն է, որ արդար լինի, խնայող, համակարգի համար ծանրաբեռնվածություն չառաջացնող, վտանգներ չառաջացնող, էժան ժամերին սպառող հաճախորդը կստանա ավելի էժան սակագին, նեղություն տվողը թանկ ժամանակ, օրինակ ամենաէժան թանկ հոսանքը կարող ասել երբ է, ամենաթանկ հոսանքը Հայաստանում օրվա ընթացքում բորսայում առավոտվա ժամերին միգուցե մի ժամ կամենակ առավոտվա ժամերից 7-ից 11-ը, երեկոյան 19-ից 23:00։ Այսինքն այն ընթացք հավանաբար, որ ամենաշատն են կիրառում։ Դե տեսեք, ռեստորանները հիմնականում օրինակ, հա, զվարճանքի կենտրոնները, երեկոյան ժամերին, այո, գործարանները, որոնք ճաշի ժամերին, ընթրիքի ժամերին, հիմնականում, հա, գործարանները իրենք արտադրում են, օրինակ տեքստիլ գործարանները, ցերեկային ամենաէժան ժամերին։ Ցերեկային հոսանքն այսօր էժան է, որտեղ արևային արտադրությունը ցերեկային ժամերին շատ է։ Ինչու պետք է նրանք մի սակագին վճարեն։ Այստեղ է հարցը, որ նաև ավելի արդար սակագներ ձևավորվեն այս ռեֆորմի շնորհիվ։ Պարոն Ստեփանյան, առաջարկում եմ մյուս թողարկման ընթացքում շարունակենք զրույցը եւ նաև խոսենք արևայինի, ինչպես նաև նոր միտումների, կուտակիչների մասին։ Իսկ այսօր շնորհակալություն ձեզ։ Մեր հյուրն էր Ecovil Energy ընկերության տնօրեն Էմիլ Ստեփանյանը, կհանդիպենք։